Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր գարնանային իհարկե աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը Այս պահին առաջարկում եմ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր երաժշտական ընդմիջում մեզ մոտ տեսահոլովակ արթնանալու համար կվերադառնանք իհարկե կունենանք հյուր կզրուցենք շատ հետաքրքիր մշակութային միջոցառման մասին, որը որ համահայկական է, համապետական է եւ իհարկե ձեզ կփոխանցենք լավ էներգիա, մշակութային օր, նաեւ ինչու՞ չէ։ Գնացինք այս պահին տեսահոլովակ։ Վերադարձանք, եթե դեռ չեք արթնացեք, արդեն որ կեսօր է դառնում եւ նախաճաշեք պարտադիր, եթե չեք նախաճաշում գոնե ճաշեք։ Կարևոր է այն եւ ինչու ոչ, կարևոր է նաեւ ընտրել թե ինչ եք հագնվելու այսօր։ Իսկ լավագույնս այն մեզ մոտ իրականացնում է ավանդական էջը, որ ներկայացնում է Նայրա Հարությունյանը։ Այս պահին մեզ մոտ նորաձևության հետքերով Նայրա Հարությունյան գնացինք։ Բարև ձեզ կրկին եթերում Նայրա Հարությունյանի նորաձևության հետքերով էջն է եւ այսօր խոսելու ենք ամենակարևորից դետալներից դե ինչ գնացինք միասին բարձելու Այսօր նորաձևության մեջ խորհրդավորություն է թերևս վերջին սեզոնների ամենաարտահայտիչ միտումը արևելյան ոճն է որը վստահորեն գրավում է թե պոդիումները թե մեգապոլիսների փողոցները Փարիզի ցուցադրությունից մինչև Դուբայի Street Style տեսնում ենք թե Ինչպես է արևելքի էսթետիկան դառնում նրբաճաշակ շքեղության խորհրդանիշ։ Ինչ է սա նշանակում գործնականում։ Առաջին հերթին հակություն, սակայն ոչ որպես սահմանափակում, այլ որպես ակնարկի արվեստ, երկար զգեստներ, մինչև գետին, լայն թևքեր, բազմաշերտություն, բարդ սիլուետներ։ Կինը մնում է առեղծվածային եւ հենց դա է այսօր անհավանականորեն գրավիչ։ Արևելյան ոճը հոսող գործվածքների մասին է՝ մետաքս, ատլաս, շիֆոն, նուրբ օրգանզա, ալադինի տաբատներ, բալոնաձև փեշեր, երկարացված տունիկաներ, քիմոնոներ, թիկնոցներ եւ խալաթներ, որոնք հիշեցնում են ավանդական աբայաներ, սակայն հարմարեցված են ժամանակակից զգեստապահարանին։ Սա ձեռագործ հարուստ ասեղնագործություն է, ոսկեգույն թել, էթնիկ զարդանախշեր, բուսական մոտիվներ, արևելյան կալիգրաֆիա եւ բարդ դեկոր։ Հատուկ ուշադրություն դետալներին։ Խոշոր էթնիկ զարդեր, զանգվածայինական ջողեր, ապարանջաներ, բազմաշերտ վզնոցներ, մետաղական աքսեսուարներ, հնացված ոսկու էֆեկտով, թավշյա գոտիներ, ասեղնագործ կլաչեր, կոշիկներից փափուկ մյուլլեր, ասեղնագործ պալետկաներ, բարակ ամրակներով սանդալներ։ Գունային պալիտրան խորը եւ հագեցած է զմրուխտ, շափյուղա, ռուբին, համեմունքների երանգներ, զաֆրան, դարչին, հիլ, իսկ կողքին ազնիվ բեժ կատնային ավազագույն երանգներ, որոնք ստեղծում են թանկարժեք զսպվածության զգացողություն։ Այս ոճը կարգավիճակի եւ արժանապատվության մասին է, ներքին ուժ ունեցող կնոջ մասին, որը ուշադրություն գրավելու համար բացահայտության կարիք չունի։ Սա դանդաղ մտածված զգեստապահարանի էֆեկտ է, որտեղ գնահատվում է ձեռագործ աշխատանքը, բնական գործվածքներն ու մշակութային կոդը։ Արևելյան ոճը պարզապես միտում չէ։ Դա հագուստը որպես արվեստ ընկալելու գաղափարի վերադարձն է եւ գուցե հենց հիմա նորաձևությունը կրկին հիշեցնում է մեզ գլխավորի մասին իրական շքեղությունը խորության դետալների եւ խորհրդավոր լինելու կարողության մեջ է Դե ինչ հասկացանք որ ամենակարևորը շքեղությունն է եւ խորությունն է ձեզ հետ Նայրա Հարությունյանն է մնացեք բարով Վերադարձանք այս պահին իհարկե 21 TV եթերում իր աշխատանքն է շարունակում օրդ բարի առավոտյան ծրագիրը եւ ժամանակն է ներկայացնելու մեր հյուրին Ինչպես ասեցի սկզբից զրուցելու ենք մի շատ հետաքրքիր նախագծի մասին, որը որ համապետական է, մշակութային է եւ մեր հյուրն է այսօր Արար հայազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը վարպետը։ Բարի առավոտ։ Բարի լույս, բարի։ Ուրախ եմ ձեզ այսօր մեր տաղավարում տեսնելու համար վարպետ։ Ես էլ եմ ուրախ, որովհետեւ վաղուց չէինք հանդիպել, շատ լավ հանդիպում եղավ։ Ինչպես է սկսվում վարպետի առավոտը։ Բարի լույս Հայաստանով։ Բարի լույս Հայաստանով։ Սուրճ թե թեյ։ Սուրճ իհարկե։ Առավոտ շուտ եք արթնանում։ Այո, արթնանում ենք շուտ եւ առաջին
բանը ինչպես ասացի, Բարի լույս Հայաստանով ենք արթնանում եւ սուրճը պարտադիր է, համով սուրճ ենք սիրում եւ այդպես պատրաստում ենք, խմում ենք եւ սկսում ենք մեր օրը։ Ինչ է կարևոր այսօր հայ մարդու համար յուրաքանչյուր առավոտ արթնանալու այսպես գրավականը։ Իմ պատկերացմամբ հանգարց այդպես մեծ չհնչի, երթում տալն է, մնալ ինքնության մեջ, մնալ տեսակի մեջ, չդավաճանել թե ինքնությանը, թե բեդությանը, բեդականությանը, երկրին, հայ ժողովրդին եւ յուրաքանչյուրս երթում տա, որ իր մասնագիտականով եւ իր կյանքով պետք է շարունակի ծառայել մեր ազգային ինքնության պահպանմանը, հարադեպմանը, իմ պատկերացմամբ այդ երթումը շատ կարևոր է, առավոտ այն որ պլանավորում ես ինչ պիտի անես, ամեն օրդ այդպես պետք է սկսես։ Այսինքն աղոթք ամենառ։ Իհարկե աղոթք։ Երթումը եւս աղոթք է, չէ՞։ Այո, իհարկե։ Երթվում ես, իհարկե պետք է կատարես դա։ Մի բան էլ ասեմ, աղոթքը այդպես է, Աստծո խոսքը չմոռանանք, ել ես քեզ հետ եմ։ Այո։ Ել ես քեզ հետ եմ, եւ այդ ելնելը միշտ պետք է լինի, պետք է անընդհատ նոր սկիզբ ունենաս եւ այդ նոր սկիզբը պետք է ծառայություն լինի ընդհանրականին, որովհետեւ մենք այդպես դարերի խորքից եկել հասել ենք մինչև հիմա, իսկ այդ հարատևման գործում յուրաքանչյուրս իր ներդրումը ունի եւ պետք է չմոռանանք դա։ Դա նաեւ աստվածային բարգեւ է։ Առաջարկում եմ խոսենք մի հարատև մշակութային ազգային գաղափարի ծրագրի մասին, որի սկզբնակետը դրվեց 2017 թվականին, հա, դա Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնն էր։ Խոսենք, հա, ինչպես հիմնադրվեց, սկզբնաղբյուրից հետո խոսենք այն ծրագրերից, որը որ իհարկե կատարվում է այսօր։ Նախ պետք է սկսենք դրանից, որ յուրաքանչյուր ծրագիր լինի կամ որևէ գործ ինչ ես անում եմ, դա անհրաժեշտությունից ելնելով է։ Եվ բոլորս գիտենք այսօր, որ մեր ինքնությունը հարվածի տակ է։ Այսինքն այնինչ որ մենք այսօր ապրում ենք, դա պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ յուրաքանչյուրս պետք է ինչ որ մի բան անի ինքնության պահպանման համար։ Եվ 2017 թվականին արդեն կարողացանք հիմնադրել եւ ստեղծել Արար հայ ազգային արվեստի պահպանման ծրագիրը, այնուհետև դարձավ կենտրոն, սկսեցինք Բերտավանից, այսինքն մի կենտրոնից սկսեցինք եւ այսօր ունենք արդեն 23 կենտրոն, որոնք սպասարկում են 47 բնակավայր, գյուղեր, քաղաքներ։ Մեր նպատակն է, ինչպես ասացի, պահպանել մեր ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը իր բոլոր ոլորտներով եւ այսօր մեր կենտրոններում մի կենտրոն երեխաները սովորում են խաչքարագործություն, մյուս կենտրոնում ասեղնագործություն, այն մյուս կենտրոնում կարպետագործություն, գորգագործություն, խեցեգործություն, ազգային երգ, ազգային պար, թաղիքագործություն, այնպես որ փորձում ենք ներգրավել մեր ոչ նյութական մշակութային ժառանգության բոլոր ոլորտները։ Այսօր 14 ոլորտ մենք ներգրավել ենք եւ փոխանցում ենք մեր երեխաներին եւ մեծերին, այսինքն սահմանափակում էլ չկա տարիքային, որովհետև հավատում եմ, որ ազգային մշակույթի խրամատը պահելը յուրաքանչյուրիս գործն է, լինի երեխա թե մեծ, եւ բոլորը սովորում են անվճար։ Այս ուրեմն տարիների ընթացքում արդեն 9 տարի մեզ մոտ հաջախել են, ունեցել ենք շուրջ 10,000 շահառու։ Հենց հիմա փաստացի Այսինքն ուսումնառողներ եք ունեցել։ Այո, եկել սովորել են եւ հենց հիմա փաստացի մենք ունենք
83 երեխա եւ մեծ 40 ձեր մասնաճյուղերում 23 մաս 23 կենտրոններում եւ կենտրոնները տարածված են Հայաստանի 9 մարզում 9 մարզերում եւ բնակավայրերն էլ ինչպես ասացի 47 բնակավայր երեխաները գալիս են այստեղից հարցը արար կենտրոնը ստեղծելու հիմնադրելու տեղը, հա, ընտրելու համար, միջավայրը ընտրելու համար, ինչն է կարևոր, ինչու՞մն եք դուք, այսինքն ավելի շատ կենտրոնանում, օրինակ ասենք Կոտայքի մարզում, եթե կա, եւ որտեղ է այն գործում եւ ինչու է այդ բնակավայրում գործում։ Նախ առաջինը մենք դիտանցումներ ենք անում, ուսումնասիրում ենք, թե որ գյուղերում, համայնքներում ինչ մասնագետներ ունենք, որոնք կապ ունեն մեր ոչ նյութական մշակութային ժառանգության հետ։ Ասենք օրինակի համար, եթե Կոտայքը վերցնենք, ապա մենք գտանք Նարինեին Պողոսյան, որը որ ապրում էր մինչև տեղահանումը Արցախում էր ապրում Քաշաթաղում եւ ինքը երեխաներին այնտեղ սովորեցնում էր գորգ եւ կարպետ գործելու հմտությունը մենք իրեն գտանք եւ Աբովյանում բացեցինք կենտրոն իրեն աշխատանքով ապահովեցինք եւ երեխաներին հավաքեցինք եւ երեխաներին սկսեց դասավանդել գորգ կարպետ գործելու ինչպես ասացի հմտությունները եւ օրինակի համար նաև ունենք ջրվեժում էլի մենք ունենք մասնագետ Սյուզանա Ավետիսյան եւ կարևորը մենք երկու բաղադրիչ ունենա թե մշակութային թե նաև սոցիալական այսինքն մենք տվյալ մասնագետը որը ապրում է ասենք օրինակ յամը Բերթավան գյուղում սակայն ինքը չի զբաղվում իր մասնագիտությամբ մենք ապահովում ենք իրեն աշխատանքով վարձատրում ենք բայց մի պայմանով որ երեխաներից որևէ գումար պիտի չհավաքվի նույնիսկ նյութերի համար որևէ նույնիսկ տեղափոխման համար եթե մենք կարիքը կա տեղափոխելու այո երբեմն մենք ունենում ենք փառատոնների ենք մասնակցում ասենք ամեն տարի մայիսի 28-ին մեր պետականության վերականգնման օրը բոլոր կենտրոնները բերում ենք ապարան Արարի կենտրոնները հավաքում են ապարանում այդ ամբողջ ծախս եւ այլն ամբողջը մենք ենք հոգում երեխաները եւ ծնողները որևէ ծանրություն չեն զգում այդ առումով այնպես որ մասնագետին գտնում ենք եւ երկրորդը դվյալ գյուղում համայնքում տեսնում ենք որ ասենք մշակութային пассивություն կա իհարկե մենք նպատակ ունենք հասանելի դարձնենք մեր մշակույթը բոլորին բայց բնական է եւ ֆինանսական խնդիրներ են լինում կամաց լուծում ենք ասենք վերջերս մենք Հարժիս գյուղում Սյունիքի Հարժիս գյուղում ստեղծեցինք գորգագործության եւ կարպետագործության կենտրոն որտեղ արդեն սկսել են սովորել շուրջ 33 շահառու ոչ միայն փոքրեր, այլ նաև մեծեր։ Սա ինչպես եղավ։ Ուրեմն Հարժիսի զարգացման հիմնադրամ կա։ Իմանալով Արարի գործունեության մասին ինձ հրավիրեցին եւ ես գնացի հանդիպեցի եւ իրենք առաջարկեցին որ Հարժիսում էլ մի կենտրոն ստեղծենք եւ այդպես սկսվեց եւ այսօր գործում է եւ պիտի տեսնեք թե ինչ միջավայր է այնտեղ ազգային շունչը երեխաները իրենց ուրախությունը դրա մասին էլ պիտի ասեմ որ շատ անգամ մարդիկ թյուր գարձիկ են հայտնում մեր երեխաների, մեր նոր սերնդի մասին։ Ես պիտի ասեմ, որ մենք հրաշք սերունդ ունենք եւ հրաշք երիտասարդություն ունենք։ Խնդիրը եթե կա, եթե ինչ որ բացասական խնդիր կա, փնտրենք մեր մեջ։ Ինչքանով ենք մենք ուղղորդում։ Օրինակ, եթե վերցնենք երկարվեստում, չէ՞, շատ տաղանդավորներ կան։
Ճիշտ է։ Իհարկե։ Եթե մենք ճիշտ ուղղորդենք, իրենք ճիշտ երկեն։ Բնականաբար, այս պահին քանի որ ունենք տեսանյութ, պարոն Գրիգորյան, առաջարկում եմ, ասում են լավ է մեկ անգամ տեսնել, քան թե 100 անգամ լսել։ Փոքրիկ տեսանյութ ունենք Արարի գործունեության մասին եւ առաջարկում եմ մեր հեռուստադիտողին այս պահին իհարկե դիտել տեսանյութը, վերադառնալ ու կխոսենք Արարի իհարկե մյուս արարումների մասին։ Տեսա նյութ այս պահին Արարի գործունեության մասին գնացինք։ Սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է օրդ բարին եւ մենք զրուցում ենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է Արար հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար հայ ժողովրդական երգերի մեկնաբան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, վարպետն է մեր հյուրը։ Զրուցում ենք մի հրաշալի ծրագրի, համապետական ծրագրի մասին, որի անունը Արար է եւ արարում է։ Այ Արարի ծրագրերի հետ կապված ինչպես կարող են, այսինքն առաջին ինչպես կարող են ընդգրկվել Արարի ծրագրերում եւ ունի ժամկետներ Արարի ծրագրերը, օրինակ ասենք գորգագործությունն է եւ այլն, որքան պետք է սովորել, ինչ որ տևողություններ կան, թե դա անվերջ է։ Ուրեմն մենք սահմանափակում չունենք նախ ասացի ընդունելության իմաստով, թե տարիքային, թե խմբային, այսինքն մենք եթե ունենում ենք օրինակի համար, մենք նախատեսել ենք 20 երեխա եւ մեծ լինի խումբը, եթե շատ եղավ, մենք երկու խմբի կգիսենք եւ աշխատանքները շարունակվում են։ Բոլորը կարող են դիմել, որտեղ Արար կենտրոն կա, բոլորը կարող են դիմել, ինչպես ասացի, որևէ վճարելու խնդիր չկա, անվճար է եւ իսկ ժամանակի առումով ասեմ մի բան, մեր երեխաները եւ մեծերը այնքան են սովորում, որ հետագայում դառնում են նաեւ մեր Արարի մասնագետները, օրինակ ասեմ, մեր Անին Մարտիրոսյան սովորեց մեր մեծավաստակ ժողովրդական արվեստագետ Սյուզան Ավետիսյանի մոտ, այնուհետև, երբ որ 2 տարի հետո արդեն հմդացավ Եվ ինք ասաց, ես ուրիշ բան չեմ ուզում, ոչ համալսարան ընդունվել, ոչ մի տեղ։ Ես ուզում եմ գորգագործ դառնալ։ Եվ իր համար մենք Զար գյուղում կենտրոն բացեցինք։ Եվ իրեն աշխատանքով ապահովեցինք եւ ինքը սկսեց սովորեցնել երեխաներին։ Այսինքն ժամկետը հմդությունը ձեռք բերելու հմդանալու մեջ է, որովհետև մենք չունենք այդպեսի բան, կարևորը վկայականը, ինչպես մեր իրականության մեջ դնաքանդությունն է։ Իսկ տրվում է վկայականը այստեղ, թե չէ, իրենք երբ որ արարում սովորում են, ինչ որ ասում եմ, ամենամեծ վկայականը մասնագիտական հմդությունն է։ Քիչ առաջ ուզում էի դա ասել, որ մեր դնաքանդությունը հենց դրա մեջ է, որ անընդհատ մենք փնտրում ենք անպայման մի դիպլոմ, մի չգիտեմ ինչ եւ այլն։ Դա շատ լավ է։ Գիտեք ինչու է, կներեք, էլի, այսօր մեր ժամանակակից, հա, աշխատաշուկան պահանջում է արդեն որոշակի հմտությունների, ոչ թե դիպլոմ, անցել է դա արդեն դիպլոմների եւ այլն բարձրագույն կրթության, ասում են, երբ որ դու ասում ես այսինչ հմտությունը ես կարող եմ կատարել, ունեմ, այնտեղ ասում են, որ ցույց տուր մեզ հավաստագիր գոնեմ, որ դու հրաշալի։ Այսինքն արարցիները բացի ձեզ մոտ նաեւ աշխատանք գտնելուց նաեւ ինչու՞ չէ ես կարող եմ ասել, որ հա վստահ որ նաեւ աշխատաշուկայում են գնում իրենց աշխատատեղերը։ Սա հրաշալի իհարկե մի նախագիծ է, որը որ ունի կարևոր այսօր նաև ժամանակակից կրթության մեջ իմիջիալոց պարոն Գրիգորյան, այսօր կա ժամանակակից կրթության մեջ կա ոչ երկար կրթական ծրագրեր, մարդը կարող է մի քանի հմտություն ձեռք բերել եւ գնալ ու դառնալ, այսինքն գործի տեր եւ գործատեր, ինչպես մենք ասում ենք, եւ աշխատանք ունենալ ու ապրել իր օրվա հանապազորյա հացը վաստակել։ Սա շատ կարևոր է։ Հակառակ կողմից ծրագրի կարևորությունը շեշտը եւ քաղաքականությունը պետք է ասեմ, որ շատ հզոր է դրված է ազգային մշակութային, հա, գաղափարի վրա, հենքի վրա եւ անկախ դրանից, այսինքն դու դառնում ես թե չես դառնում, այնուամենայնիվ դու հաղորդակից ես լինում, դու ճանաչում ես, իսկ ճանաչելը, հաղորդակից լինելը, սա պահպանման արդեն հաջորդ գաղափարն է, էտապն է գալիս եւ սա հրաշալի է։ Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Քանի որ ունենք նաեւ եւս մի հրաշալի մշակութային
ծրագիր Գութանի մասին կուզենամ կարճ խոսենք, ինչ է սպասվում մեր եթերաժամանակ անսահմանափակ, ինչ է սպասվում այս տարի Գութան Հայաստանի ազգային ավանդական երգի բարի փառատոնը կկայանա օգոստոսի 22-ին, նախավերջին շաբաթ օրը օգոստոսի, եւ այս տարի մենք կունենանք խմբեր, ինչպես ամեն տարի նոր խմբեր են հայտ տալիս եւ մասնակցում են, այս տարի էլի եւ Հայաստանից կունենանք նոր խմբեր եւ նաեւ Հայաստանից դուրս արդեն գործող ազգային մշակույթը պահող խմբեր մասնակցելու են, այնպես որ այստեղ եւս արար է սպասվում։ Մենք ես ինչպես քիչ առաջ ասացի, ինչ անում ենք անհրաժեշտությունից ելնելով։ Ես հավատում եմ, որ մեր հարադևումը մեր ինքնության պահպանության մեջ է, մեր ազգային մշակույթի եւ մշակութային ժառանգության պահպանության մեջ է, որովհետեւ հողը բահող է պետք։ Հողը ունենք, հողը բահող է պետք։ Մշակույթը ունենք, մշակույթը բահող է պետք։ Զինվոր է պետք։ Թե մշակութային, թե ընդհանրապես բոլոր ոլորտներում զինվոր է պետք եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ ես շնորհակալություն հայտնեմ։ Ես մի հարցել եմ ուզում տալ, հիմա կարծում եմ, որ բազմաթիվ հեռուստադիտողներ մեզ դիտում են, քանի որ մարզերում եւս մտածեցին, որ ինչպես անենք, որ հրավիրենք Արարին եւս մեզ մոտ։ Այ ինչպես կարող են ձեզ հետ կապ հաստատելու մեծ, եթե նմանատիպ գաղափար կա, թե Facebook-յան, թե Instagram-յան, այո, կարող են կապվել եւ մենք հաստատ կարձականենք, որովհետեւ շատ անգամ նույն ձևով եղել են առաջարկներ եւ մենք գնացել հասել եւ այսօր գործում են մեր կենտրոնները եւ սիրով ենք անում այս ամեն ինչը Երանի կապվեն, որտեղ որ կան մեր մասնագետները, որոնք որ զբաղվում են մեր ազգային մշակույթի պահպանության գործում։ Այո, մենք դիդանցումներ անում ենք, մենք ուսումնասիրում ենք, սակայն եթե մեզ ավելի այդպես շատ տեղեկություններ փոխանցեն, մենք կկարողանանք հասնել այնտեղ, որտեղ պետք է։ Պարոն Գրիգորյան, ձեզ չեմ կարող իհարկե հիմա ես կարծում եմ, որ շատեր ինձ այդ համամիտ կլինեն, քանի որ մեկ ամսյակ է, բաց թողել այստեղից, այսպես առանց երգելու, առանց մի փոքրիկ երաժշտական պուճուր կտոր մեր մայրերին, մեր կանանց նվիրելու։ Մի փոքրիկ գեղեցիկ ստեղծագործության կտոր խնդրեմ երաժշտական, իրենց նվիրենք եւ մաղթենք, որպեսզի երջանիկ լինեն։ Լավ, շնորհավորում եմ մեր կանանց եւ աղջիկներին, քույրերին եւ նաեւ գգա այն օրը ապրիլի 7-ը եւ շնորհավորենք մեր մայրերին ես նվիրում եմ այս երգը բոլորիդ եւ ուզում եմ որ ինչպես միշտ հայ կինը եղել է տիգունքը տղամարդուն այնպես էլ մնաք գեղեցիկ ինչպես կաք դու նորից եկել ես ինչ անեմ Ես այնպես սիրել եմ քո հոգին Երել ես հայացքով ու անեզր կապել Քո սիրո հմայքին Քեզ երկար շատ երկար եմ սիրել Ու տակուն արտասվել քեզ համար Դու նորից եկել ես Քեզ սիրեմ, քեզ սիրեմ, քեզ սիրեմ Ինչ անեմ աչքերս դեռ տացեն Մինչ հիմա մնացածը հետո Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, սիրելի հեռուստադիտող, թող որ ձեր կյանքը լցվի սիրով, աստվածային սիրով եւ միմյանց նկատմամբ լույսով ու այն հրաշալի սիրով, որը որ մեզ յուրաքանչյուրից ջերմացնելու կարիք ունի, որովհետեւ առանց դրա մենք ոչինչ չենք։ Սիրելի մայրեր, կանայք, ապրեք երջանիկ, երկար եւ մեզ տվեք այն ուժը, այն սերը, որից որ իհարկե հետևանքը կլինի մեր աչքերից իհարկե արտասուքը, սիրո արտասուքը, ոչ թե տխուր իհարկե։ Լավ եղեք, լավ որ բոլորիդ այսօր մեր
մեր եթերը անսահմանափակ չէր, կարող էինք զրուցել անվերջ իհարկե պարոն Գրիգորյանի հետ, բայց խոստանում ենք ձեզ հաջորդիվ եւս հետաքրքիր իհարկե միջոցառումների ժամանակ կհրավիրենք եւ պարոն Գրիգորյանի հետ դեռևս կհանդիպենք մեր եթերներում։ Մնացեք բարյավ, մինչ հաջորդ աշխատանքային առավոտ։